Քաղաքի ամենաշխեղ բանկում սառը անթերի առավոտ էր։ Բայց ամեն ինչ կանգ առավ, երբ անօթան մի կին իր հիվանդ աղջկա հետ ներս մտավ, օգնություն խնդրելով։ Նրան նվաստացրեցին, անտեսեցին համարվեց անարժանի բոլորի կողմից։ Մինչ հզոր մի տղամարդ բացահայտեց մի ճշմարտություն, որը լռեցրեց ողջ բանկը, ամեն ինչ ընդմիշտ փոխեց։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Անձրը թակում էր Սուրբ Գայանե մանկատան պատուհանները, կարծես ուզում էր ուժով ներս խուժել, իր հետ բերելով աշխարհի բոլոր տխրությունները։ Ընդամենը 8 տարեկան Ռաֆֆին ամուր բռնել էր իր կրտսեր քրոջ, 5-ամյա Մարինեի ձեռքը։ Երկուսով կուչ էին եկել սպասասրահի անկյունում, հետելով անծանոթ մեծահասակներին, որոնք իրենց զննում էին, կարծես ցուցափեղկի առարկաներ լինեին։ 1998 թվականի դեկտեմբերն էր, դա լինելու էր վերջին անգամը, որ եղբայրն ու քույրը միասին էին լինելու շատ երկար տարիներ։ Ռաֆֆին լիովին չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց կրծքում մի այնպիսի տագնապ էր զգում, որ կարծես ուզում էր կտոր անել իր սիրտը։ Մարինեն լաց էր լինում, դեմքը թաքցրած ավագ եղբոր ուսին։ Ռաֆ, ես վախենում եմ, շշնջում էր նա կոտրատված ձայնով։ Մի վախեցիր, Մարի։ Ես միշտ քեզ կպաշտպանեմ, խոստանում եմ, պատասխանում էր Ռաֆֆին, ձեռքը տանը։ Լով քրոջ շագանակագույն մազերի միջով, փորձելով հանգստացնել նրան, ինքն իրեն։ Սենյակի մյուս կողմում երկու տարբեր ընտանիքներ սպասում էին նրանց հետ ծանոթանալու։ Եղբայրն ու քույրը չգիտեին, բայց դա այն օրն էր, երբ նրանց ճակատագրերը ընդմիշտ բաժանվելու էին։ Կամ գոնե, այդպես էին բոլորը կարծում։ Մանուկյանների ընտանիքը էլեգանտ էր, լավ հագնված, թանկարժեք հագուստով դրսում կայանված ներկրված մեքենայով։ Պարոն Հենրիկ Մանուկյանը անշարժ գույքի ոլորտի հաջողակ գործարար էր, Երանում մի քանի շինարարական ընկերությունների սեփականատեր։ Նրա կինն Քրիստինեն նրբաճաշակ կին էր, որ միշտ երեխաներ էր ուզեցել, բայց երբեք չէր կարողացել հղիանալ։ Նրանք որոշել էին երեխա որդեգրել, բայց միայն մեկին։ Ինչ-որ բան դանդաղ սկսելու մասին, ինչպես բացատրել էին սոցիալական աշխատողին։ Այն տղան, ավագը, խելացի հայացք ունի։ Խելոքի տեսք ունի, մեկնաբանեց Հենրիկը, զգուշորեն մատնացույց անելով Ռաֆֆիին։ Այո, նրա աչքերը կենդանի են։ Պետք է որ լավ հարմարվի, համաձայնեց Քրիստինեն, հետաքրքրությամբ դիտելով տղային։ Սենյակի մյուս Ղմում տիկին Անահիտն էր, մոտ 50 տարեկան մի հասարակ կին, որի ձեռքերը կոշտացել էին ծանր աշխատանքից։ Նա այրի էր, միայնակ էր ապրում Երանի ծայրամասում գտնվող մի փոքրիկ տանը, մի քանի տներում հավաքարար էր աշխատում։ Անահիտը հսկայական սիրտ ուներ, բայց շատ սահմանափակ միջոցներ։ Նա նույնպես ուզում էր միայն մեկ երեխա որդեգրել, քանի որ դա առավելագույնն էր, ինչ թույլ էր տալիս իր ֆինանսական վիճակը։ Աղջնակը շատ սիրունիկ է, ասաց նա սոցիալական աշխատողին, քնքշանքով լի աչքերով։ Երի թե շատ փաղաքշանքի կարիք ունի։ Սոցիալական աշխատողը, Հելեն անունով մի կին, տեսանելիորեն անհարմար էր զգում իրավիճակից։ Նա գիտեր, որ եղբորն ու քրոջը բաժանելը միշտ դժվար որոշում է, բայց չկային ընտանիքներ, որոնք հետաքրքրված լինեին երկուսին միասին որդեգրելով։ Ռաֆֆին ու Մարինեն արդեն 2 տարի մանկատանն էին, այն օրվանից, երբ նրանց ծնողները մահացել էին ավտովթարից։ Համատեղ որդեգրման մի քանի փորձեր ձախողվել էին։ Տեսեք, գիտեմ, որ հեշտ չէ, բայց դուք երկու ընտանիքներդ այս պահին մեր լավագույն տարբերակն եք։ Երեխաներին տունը Ետք, դուք կարող եք դա նրանց առաջարկել, բացատրեց Հելենը, փորձելով համոզել ինքն իրեն այնքան, որքան մյուսներին։ Ռաֆֆին հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ, երբ սոցիալական աշխատողը մոտեցավ նրանց անհանգիստ արտահայտությամբ։ Նա բնազդաբար Մարինեին ավելի մոտ քաշեց իրեն։ Ռաֆֆի, Մարինե, ես պետք է ձեզ հետ խոսեմ, ասաց Հելենը, ծնկի իջնելով նրանց հասակին։ Ինչ է պատահել, Հելեն մորաքույր, հարցրեց Ռաֆֆին։ Նա միշտ այդպես էր դիմում սոցիալական աշխատողին, թե նա մի քանի անգամ բացատրել էր, որ իր մորաքույրը չէ։ Տեսեք, երկու շատ լավ ընտանիքներ են եկել, որոնք ուզում են ձեզ որդեգրել։ Նրանք ձեզ շատ սեր ավելի լավ կյանք կտան։ Մարինեն բարձրացրեց արցունքներով թրջված դեմքը։ Մենք միասին ենք մնալու, չէ, Հելեն մորաքույր։ Հելենի լռությունն ավելի բարձր էր, քան ցանկացած պատասխան։ Ռաֆֆին անմիջապես հասկացավ։ Նրա ստամոքսը կարծես գետնին ընկավ։ Ոչ։ Մենք միասին չենք մնալու, չէ, հարցրեց նա դողացող ձայնով։
Ռաֆի, տղաս, երբեմն կյանքը մեզ ֆիզիկապես բաժանում է, բայց եղբոր ու քրոջ սերը երբեք չի կոտրվում։ Դուք նորից կհանդիպեք, երբ մեծանաք։ Ես դրանում վստահ եմ։ Ոչ։ Ես չեմ ուզում առանց Մարիի գնալ։ Նա իմ քույրն է, բղավեց Ռաֆին, էլ ավելի ամուր սեղմելով Մարինեի ձեռքը։ Ռաֆ, ես չեմ ուզում առանց քեզ մնալ, հուսահատ լաց եղավ Մարինեն։ Հելենը փորձեց հանգստացնել երկուսին, բայց իրավիճակը գնալով ավելի ցավալի էր դառնում։ Ընտանիքները հեռվից հետում էին, նույնպես հուզված տեսարանից։ Լավ լսեք ինձ, ասաց Հելենը, բռնելով երկուսի ձեռքերը։ Ես կգրեմ ձեր բոլոր տվյալները։ Երբ 18 տարեկան դառնաք, ես կօգնեմ ձեզ նորից գտնել միմյանց։ Սա խոստում է։ Ռաֆին նայեց Մարինեի աչքերին մի որոշում կայացրեց, որը պիտի կրեր իր ողջ կյանքի ընթացքում։ Մարի, ես քեզ կգտնեմ։ Կարող չէ, թե քանի տարի անցնի, կարող չէ, թե որտեղ լինես։ Ես շատ կսովորեմ, ուժեղ կմեծանամ, կփնտրեմ քեզ, մինչ գտնեմ։ Դու իմ փոքրիկ քույրիկն ես, ես երբեք քեզ չեմ մոռանա։ Խոստանում ես, Ռաֆ։ Ես խոստանում եմ մեր մայրիկի ու հայրիկի անունով։ Ես խոստանում եմ, որ քեզ կգտնեմ։ Երկուսը գրկախառնվեցին մի ուժով, որ կարծես ուզում էր ընդում իշտ կպցնել նրանց իրար։ Դա հրաժեշտի, բայց նա խոստման գրկախառնություն էր։ Մի գրկախառնություն, որ փորձում էր կանգնեցնել ժամանակը, բայց չէր կարողանում խանգարել, որ կյանքը նրանց տանի բոլորովին տարբեր ճանապարհներով։ Մանուկյանների ընտանիքը Ռաֆին տարավ կենտրոնում գտնվող մի առանձնատուն, Երանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկը։ Նա ստացավ մանկատան ողջ սրահից ավելի մեծ սենյակ, բրենդային հագուստ, մասնավոր դպրոց, բոլոր այն հնարավորությունները, որոնք կարելի էր գնել փողով։ Հենրիկն ու Քրիստինեն լավ մարդիկ էին, որոնք իսկապես սիրում էին Ռաֆին որպես իրենց որդի։ Նրան դաստիարակեցին բոլոր հարմարություններով, խրախուսեցին սովորել ու մեծ երազանքներ ունենալ։ Մարինեն գնաց ապրելու տիկին Անահիտի հետ Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի հասարակ տանը։ Բակը փոքր էր, բայց մի ծիրանի ծառ ուներ, որ քաղցր պտուղներ էր տալիս։ Անահիտն ամեն ինչ անում էր, որ Մարինեին սեր ու հոգատարություն տար, բայց կյանքը դժվար էր։ Փողը միշտ քիչ էր, Մարինեն մեծացավ, վաղ տարիքից սովորելով, որ կյանքը պայքար ու զոհողություն է պահանջում։ Տարին երն անցան, կարծես էջեր լինեին, որ թերթվում են։ Ռաֆին դարձավ փայլուն երիտասարդ, գերազանցությամբ ավարտեց Երանի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետը, մբե ստացավ արտասահմանում, սկսեց աշխատել ֆինանսական շուկայում։ Նրա խելքն ու վճռականությունը նրան արագորեն հասցրին բարձունքների։ 35 տարեկանում նա արդեն երկրի խոշորագույն բրոքերային ընկերություններից մեկի գործընկերն էր, մի քանի բանկերի բաժնետեր։ Մանկատան տղան դարձել էր Երանի ամենահարգված գործարարներից մեկը։ Բայց որքան էլ հաջողության հասներ, որքան էլ փող կուտակեր, Ռաֆին երբեք չկարողացավ լիովին մոռանալ իր փոքրիկ քրոջ դեմքը, որին խոստացել էր գտնել։ Երբեմն կարևոր հանդիպումների կամ միլիոնավոր դոլարների գործարքների գզփեր, նա իրեն բռնում էր Մարինեի մասին մտածելիս։ Որտեղ կլիներ նա։ Ինչպիսին կլիներ նրա կյանքը։ Լավ կլիներ։ Երջանիկ կլիներ։ Նա մի քանի անգամ փորձեց գտնել նրան, վարձելով մասնավոր դետեկտիվներ ու քննիչներ, բայց հետքերը միշտ սառն էին։ Սուրբ Գայանե մանկատունը փակվել էր, սոցիալական աշխատող Հելենը մահացել էր, իսկ գրառ ումները ցրված կամ կորած էին։ Դա նման էր Հայաստանի չափ խոտի դեզում ասեղ փնտրելուն։ Մարինեն իր հերթին շատ ավելի դժվար կյանք ունեցավ։ Տիկին Անահիտը նրան մեծացրեց իր ողջ սիրով, բայց մահացավ, երբ Մարինեն ընդամենը 17 տարեկան էր, քաղցկեղի զոհ դառնալով, որը չկարողացան պատշաճ բուժել միջոցների սղության պատճառով։ Մարինեն նորից միայնակ մնաց աշխարհում, առանց ընտանիքի, առանց փողի, առանց հեռանկարների։ Նա փորձեց աշխատել, սովորել, կյանք կառուցել, բայց հնարավորությունները սակավ էին առանց որակավորման, առանց կապերի երիտասարդ աղջկա համար։ 19 տարեկանում հղիացավ մի տղայից, որն անհետացավ, երբ իմացավ հղիության մասին։ Նա ծնեց մի գեղեցիկ աղջնակի, մեծ ու արտահայտիչ աչքերով, որին անվանեց Իզաբելլա։ Իզաբելլայի գալուստը նոր իմաստ տվեց Մարինեի կյանքին, բայց նա հսկայական պատասխանատվություն բերեց։ Առանց մշտական աշխատանքի, առանց օգնող ընտանիքի, Մարինեն ամեն օր պայքարում էր գոյատելու համար։ Ժամանակավոր աշխատանքներ էր անում, լուսացույցի տակ քաղցրավենիք էր վաճառում, ընդունում էր ցանկացած աշխատանք, որ հայտնվում էր։
Որոշ գիշերներ նա Իզաբելլան քնում էին ժամանակավոր կացարաններում կամ ծանոթների տներում։ Բայց նույնիսկ ամենադժվար պահերին Մարինեն երբեք չէր մոռանում եղբորը։ Նա հիշողության մեջ պահում էր յուրաքանչյուր բառ, որ Ռաֆֆին ասել էր այն վերջին օրը մանկատանը։ «Ես քեզ կգտնեմ», խոստացել էր նա։ Եվ նա հավատում էր այդ խոստմանը, ինչպես հավատում էր, որ արը հաջորդ օրը կծագի։ Իզաբելլան մեծացավ, լսելով պատմություններ Ռաֆֆի քեռու մասին, որը մի օր կհայտնվի կհոգա իրենց մասին։ Աղջկա համար նա հեքիաթի հերոսի նման էր, մեկը, որ գոյություն ուներ կախարդական աշխարհում, մի օր կգար փրկելու նրանց բոլոր դժվարություններից։ «Մայրիկ, իսկ ինչպես է Ռաֆֆի քեռին իմանալու, թե մենք որտեղ ենք», հարցնում էր Իզաբելլան իր 5 տարեկանի անսպար հետաքրքրասիրությամբ։ «Ախ, իմ սեր, եղբոր սիրտը հատուկ կողմնացույց ունի։ Նա կզգա, թե որտեղ ենք, մեզ կգտնի», պատասխանում էր Մարինեն, համբուրելով աղջկա ճակատը։ Իրականում Մարինեն նույնպես չգիտեր, թե ինչպես կլինի վերամիավորումը, եթե ընդհանրապես լինի։ Բայց հույսն այն ամենն էր, ինչ նա ուներ, որից կարող էր կառչել ամենամութ օրերին։ Եվ հենց 2024 թվականի հունիսի մի ցուրտ առավոտ, մանկատանը տեղի ունեցած այդ հրաժեշտից գրեթե 26 տարի անց, ճակատագիրը որոշեց, որ ժամանակն է կատարել երկու վախեցած երեխաների տված խոստումը։ Մարինեն հուսահատված էր, քանի որ Իզաբելլան արթնացել էր բարձր ջերմությամբ դժվարացած շնչառությամբ։ Նա գիտեր, որ պետք է շտապ աղջկան բժշկի տաներ, բայց նույնիսկ ամենահասարակ դեղի համար փող չուներ։ Հենց այդ ժամանակ ինչ-որ մեկն առաջարկեց, որ նա օգնություն փնտրի քաղաքի կենտրոնի բանկերից մեկում, որտեղ երբեմն մարդիկ կարողանում էին վարկեր կամ սոցիալական օգնություն ստանալ։ Մարինեն սկզբում դիմադրեց հպարտությունից, բայց մայրական սերը ավելի բարձր խոսեց, քան ամոթը։ Նա Իզաբելլային հագցրեց իր ունեցած ամենաքիչ պատրված հագուստը, ինչպես կարողացավ սանրեց իր մազերը, քայլեց Երանի փողոցներով, մինչ հասավ քաղաքի կենտրոն։ Ամեն քայլափոխի նա զգում էր, թե ինչպես է սիրտը ավելի արագ բաբախում, ոչ թե հույսից, այլ հուսահատությունից։ Ոչ թե եղբորը գտնելու հնարավորությունից, քան ի որ դա չափազանց անհնարին էր թվում, այլ իր աղջկա համար օգնություն ստանալու հրատապ անհրաժեշտությունից։ Քաղաքի մյուս ծայրում Ռաֆֆի Մանուկյանը պատրաստվում էր աշխատանքայինս մեկ օրվա։ Նա վաղ էր արթնացել, ինչպես միշտ, հյուսիսային պողոտայում գտնվող իր պենթհաուսում։ Նախաճաշեց, ներքում տարածվող քաղաքը դիտելով, մինչ վերանայում էր օրվա ֆինանսական հաշվետվությունները։ Նրա օրակարգը լի էր կարևոր հանդիպումներով, այդ թվում այցելություն քաղաքի կենտրոնի բանկային մասնաճյուղ, որտեղ նա հիմնական բաժնետերերից մեկն էր։ Նա գաղափար անգամ չուներ, որ դա այն օրն էր լինելու, երբ 8-ամյա տղայի տված խոստումը վերջապես կկատարվեր։ Չգիտեր, որ ճակատագիրը հանդիպում էր նշանակել, որն ընդմիշտ կփոխեր երկու մարդկանց կյանքը, որոնք մի ժամանակ անբաժան էին եղել։ Դա սովորականի պես մի առավոտ էր, բայց որը պիտի դառնար արտասովոր։ Մի առավոտ, երբ անցյալն ու ներկան պիտի բախվեին այնպես, ինչպես ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Մի առավոտ, երբ կյանքը կապացուցեր, որ որոշ խոստումներ ավելի ուժեղ են, քան ժամանակը, հեռավորությունը աշխարհի բոլոր դժվարությունները։ Միլենիում Փրայմ բանկը զբաղեցնում էր Երանի կենտրոնում, Հանրապետության հրապարակի շրջանում գտնվող հայելապատ շենքի 3 հարկերը։ Կոփված ապակուց դռները արտացոլում էին առավոտյան լույսը ադամանդների պես, հաստատության ոսկեգույն լոգոն հպարտորեն փայլում էր ճակատամասին։ Դա այնպիսի վայր էր, որտեղ յուրաքանչյուր մանրուք մտածված էր միաժամանակ տպավորելու վախեցնելու համար։ Մարինեն կանգնեց բանկի դիմացի մայթին, բռնած Իզաբելլայի փոքրիկ ու տաք ձեռքը։ Քայլելու ընթացքում աղջկա ջերմությունը բարձրացել էր, նա ակնհայտորեն թույլ էր, հենված մոր ոտքին։ Մարինեն նայեց դռան ապակու մեջ իր արտացոլանքին ստամոքսում սեղմում զգաց։ Նրա հագուստը մաքուր էր, բայց տեսանելիորեն մաշված։ Բլուզի վրա մի քանի փոքր անցքեր կային, որոնք նա փորձել էր կարել, տաբատը գունաթափվել էր շատ լվանալուց, իսկ նրա երկրորդ ձեռքի կոշիկները ձայն էին հանում, քանի որ ներբանը պոկվում էր։ «Մայրիկ, ես վախենում եմ», շշնջաց Իզաբելլան, նայելով բանկի ներսի շարժմանը։ «Մի վախեցիր, իմ սեր։ Մենք ընդամենը օգնություն ենք խնդրելու քո դեղը գնելու համար։ Մարդիկ կհասկանան», պատասխանեց Մարինեն, փորձելով համոզել ինքն իրեն այնքան, որքան աղջկան։ Երբ ավտոմատ դռները բացվեցին, օթորակիչը նրանց հարվածեց սառը ալիքի պես։ Փողոցի տապի հետ հակադրությունն անմիջական էր անհարմար։
Մարինեն խորը շունչ քաշեց, զգալով թանկարժեք բազմոցների կաշվի հոտը, խառնված ներկրված օծանելիքների վեբ գոտուց եկող գուրման սուրճի բույրի հետ։ Միջավայրը միտումնավոր վախեցնող էր։ Մարմարե հատակն արտացոլում էր առաստաղի լույսերը, ստեղծելով ընդարձակության հանդիսավորության զգացում։ Լավ հագնված հաճախորդները ցածր ձայնով խոսում էին ներդրումների բիզնեսի մասին, ոմանք հեռախոսով խոսում էին այնպիսի գումարների մասին, որոնք Մարինեն նույնիսկ չէր կարող պատկերացնել։ Բոլորը կարծես պատկանում էին այդ շքեղության բացառիկության աշխարհին։ Մարինեն Իզաբելլան դանդաղ քայլեցին դեպի սպասարկման սեղանը, որտեղ մի քանի էլեգանտ աշխատակցուհիներ տպում էին ժամանակակից համակարգիչների վրա։ Կանանց կրունկները արձագանքում էին մարմարե հատակին, ստեղծելով մի ռիթմ, որը կարծես ընդգծում էր սոցիալական տարբերությունը նրանց երկու այցելուների մեջ։ Առաջինը, ով նկատեց նրանց ներկայությունը, Ամանդան էր, 25 տարեկան ընդունարանի աշխատակցուհի, որին ավելի շատ արտաքինի, քան փորձի համար էին աշխատանքի ընդունել։ Նա կրում էր անթերի մուգ կապույտ բլեյզեր, զուսպ, բայց թանկարժեք զարդեր միշտ պահպանում էր պրոֆեսիոնալ, մարզված ժպիտ։ Երբ տեսավ Մարինեի Իզաբելլայի մոտենալը, նրա ժպիտը մի ակնթարթ խամրեց։ «Բարի օր։ Ինչով կարող եմ օգնել», հարցրեց Ամանդան քաղաքավարի, բայց սառը տոնով։ «Բարի օր։ Գիտեք, հասկանում եմ, որ կարող է տարօրինակ թվալ իմ այստեղ լինելը, բայց աղջիկս հիվանդ է, ինձ օգնություն է պետք նրա համար դեղ գնելու», ասաց Մարինեն, ձայնը թեթակի դողալով նյարդայնությունից։ Ամանդան մի քանի անգամ թարթեց, մարսելով տեղեկությունը։ «Կներեք, տիկին, բայց սա մասնավոր բանկ է։ Մենք նվիրատվություններ կամ սոցիալական աջակցություն չենք տրամադրում։ Հասկանում եմ, բայց ինչ-որ մեկն ինձ ասաց, որ երբեմն բանկերն օգնում են դժվար իրավիճակում հայտնված մարդկանց։ Ես այլս ոչ ոքի չունեմ դիմելու համ», արեց Մարինեն, զգալով, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը։ Մյուս աշխատակցուհիները սկսեցին ուշադրություն դարձնել խոսակցությանը։ Կարինեն, 30 տարեկան հարաբերությունների գծով մենեջերը, մոտեցավ հետաքրքրասիրության անհարմարության խառնուրդ արտահայտությամբ։ «Ինչ խնդիր կա այստեղ, Ամանդա», հարցրեց Կարինեն, գլխից մինչ ոտք զննելով Մարինեին Իզաբելլային։ «Տիկինը ֆինանսական օգնություն է խնդրում աղջկա համար դեղ գնելու», բացատրեց Ամանդան, ձայնը մի փոքր իջեցնելով, կարծես անհարմար գաղտնիք լիներ պատմում։ Կարինեն անհամբեր հոգոց հանեց։ «Տիկին, մենք հասկանում ենք ձեր իրավիճակը, բայց սա հարմար վայր չէ։ Դուք պետք է դիմեք պոլիկլինիկա կամ սոցիալական աջակցության կենտրոն։ Ես արդեն այդ ամենը փորձել եմ։ Պոլիկլինիկաներում չկա այն դեղը, որը նրան պետք է, իսկ սոցիալական աջակցության կենտրոնն ասաց, որ շաբաթներ կպահանջվեն թույլտվություն ստանալու համար։ Նա չի կարող այդքան սպասել», բացատրեց Մարինեն, ձայնի մեջ աճող հուսահատությամբ։ Իզաբելլան ուժեղ հազած ավելի ամուր կառչեց մոր ոտքից։ Նա, ակնհայտ, որեն իրեն վատ էր զգում, նրա շնչառությունը գնալով դժվարանում էր։ Մարինեն ծնկի իջավ, ձեռքը դրեց աղջկա ճակատին, հաստատելով, որ ջերմությունը բարձրացել է։ Հենց այդ պահին Էդուարդ Ղազարյանը, մասնաճյուղի գլխավոր տնօրենը, դուրս եկավ իր աշխատասենյակից, կաշվե պայուսակը հեռախոսը ձեռքին։ Էդուարդը 42 տարեկան էր, ավարտել էր տնտեսագիտական համալսարանը, իր կարիերան կառուցել էր, խստորեն հետելով կանոնակարգերին, ընթացակարգերին։ Նա խորապես հավատում էր, որ բարձր չափանիշներ պահպանելը էական է բանկի հեղինակությունը պահպանելու համար։ Երբ տեսավ սեղանի մոտի իրարանցումը, Էդուարդը մոտեցավ վստահ քայլերով։ Նրա արտահայտությունն արդեն դժգոհություն էր ցույց տալիս, նույնիսկ մինչ իմանալը, թե ինչումն է բանը։ «Ինչ է կատարվում այստեղ։ Ինչու է իմ սեղանի մոտ հավաքույթ», հարցրեց Էդուարդը հեղինակավոր տոնով։ «Պարոն Էդուարդ, այս տիկինը փող է խնդրում աղջկա համար դեղ գնելու», բացատրեց Կարինեն մի տոնով, որը հստակ ցույց էր տալիս իր կարծիքը իրավիճակի մասին։ Էդուարդը նայեց Մարինեին Իզաբելլային մի արտահայ տությամբ, որը խառնում էր անհավատությունն ու արհամարհանքը։ «Տիկին, դուք գիտեք, թե որտեղ եք։ Սա մասնավոր բանկ է, ոչ թե բարեգործական կենտրոն։ Գիտեմ, որ սովորական չէ, բայց աղջիկը շատ հիվանդ է, ես այլ տարբերակներ չունեմ», ասաց Մարինեն, փորձելով պահպանել արժանապատվությունը, չնայած աճող նվաստացմանը։ «Տիկին, եկեք անկեղծ լինենք։ Եթե դուք գումար եք ուզում, պետք է դրա փոխարեն ինչ-որ բան առաջարկեք։ Մեզ մոտ հաշիվ ունեք։ Ներդրումներ ունեք։ Գույք, որպես գրավ տալու համար, հարցրեց Էդուարդը դաժան ժպիտով։
Ոչ, ես այդպիսի բաներ չունեմ, խոստովանեց Մարինեն, զգալով, թե ինչպես են այտերը վառվում ամոթից։ Ուրեմն դուք սխալ տեղում եք։ Այստեղ մենք գործ ունենք լուրջ հաճախորդների հետ, իրական կապիտալով։ Մենք սոցիալական աջակցություն չենք, ասաց Էդուարդը, ձայնը մի փոքր բարձրացնելով, որպեսզի մյուս հաճախորդները լսեն։ Որոշ հաճախորդներ սկսեցին շրջվել, տեսարանը դիտելու։ Մոխրագույն կոստյումով մի պարոն ցածրաձայն մեկնաբանեց կնոջը։ Ինչ անհեթեթություն, ինչպես են թույլ տվել այս մարդկանց ներս մտնել։ Միջին տարիքի մի կին դժգոհությամբ գլուխը թափահարեց։ Օրեցօր ավելի է դժվարանում ցանկացած վայրում չափանիշներ պահպանելը։ Մարինեն զգաց, թե ինչպես է աշխարհը փլվում իր շուրջը։ Նվաստացումն անտանելի էր, բայց ավելի վատ էր Իզաբելլային իր կողքին գնալով ավելի թույլ տեսնելը։ Աղջիկը նստել էր մարմարե հատակին, մեջքով հենված մոր ոտքին, ակնհայտորեն ուժ չունենալով ոտքի վրա մնալու։ Խնդրում եմ, պարոն, նա ընդամենը հիվանդ երեխա է։ Ես խոստանում եմ, որ հետ կվերադարձնեմ ցանկացած ձով, որ կարողանամ, աղաչեց Մարինեն, արցունքները հոսելով դեմքով։ Էդուարդը բարձր ծիծաղեց, մի տհաճ ձայն, որը արձագանքեց տարածքում։ Դուք հետ կվերադարձնեք։ Ինչ փողով։ Փողոցում, ինչ վաճառելով։ Նա շուրջը նայեց, փնտրելով մյուս աշխատակիցների հավանությունը։ Ժողովուրդ, դուք տեսնում եք սա։ Նա կարծում է, որ այս բանկը անկյունի վաշխառուի գրասենյակ է։ Որոշ աշխատակցուհիներ զուսպ ծիծաղեցին։ Թանկարժեք կոստյումով մի երիտասարդ հաճախորդ մեկնաբանեց իր ընկերոջը։ Անհավատալի է, թե ինչպես որոշ մարդիկ իրենց տեղը չգիտեն։ Բանկի մթնոլորտը գնալով ավելի թշնամական անհարմար էր դառնում։ Տեսեք, տիկին, շարունակեց Էդուարդը, ակնհայտորեն գոհ իր հավաքած հանդիսատեսից։ Եթե դուք հեշտ փող եք ուզում, դրա համար այլ տեղեր կան։ Այստեղ մենք հարգում ենք ազնիվ աշխատանքը արժանինքները։ Դուք պետք է աշխատանք փնտրեիք, ոչ թե ողորմություն։ Մարինեն դողում էր նվաստացումից զայրույթից, բայց Իզաբելլայի հանդեպ իր անհանգստությունն ավելի բարձր էր խոսում, քան ցանկացած այլ զգացմունք։ Ես աշխատում եմ, պարոն։ Ես ամեն ինչ անում եմ աղջկաս պահելու համար։ Բայց նա հիվանդ է, ես այսօր դեղի համար փող չունեմ։ Ինչ եք անում աշխատելիս։ Փողոցներում մուրացկանություն, սադրեց Էդուարդը, ներկաներից ավելի չարախին ծիծաղներ կորզելով։ Հենց այդ պահին ավտոմատ դռները նորից բացվեցին, Ռաֆֆի Մանուկյանը ներս մտավ բանկ։ Բարձրահասակ, տպավորիչ, կրելով անթերի կարված արմենի կոստյում, իտալական կոշիկներ, որոնք ավելի թանկ արժեին, քան շատ մարդկանց տարեկան աշխատավարձը, մի ներկայությամբ, որն անմի ջապես հարգանք էր ներշնչում։ Ռաֆֆին հանդիպում ուներ տնօրինության հետ, նոր ներդրումներ քննարկելու։ Որպես հիմնական բաժնետերերից մեկը, նա պարբերաբար այցելում էր մասնաճյուղեր, անձամբ հետելու գործերի ընթացքին։ Նրա ժամանումը միշտ մի նուրբ շարժում էր առաջացնում աշխատակիցների շրջանում, բոլորը ցանկանում էին լավ տպավորություն թողնել այն մարդու վրա, ով ուներ իրենց կարիերաները մեկ խոսքով փոխելու ուժ։ Անմիջապես մի քանի մարդ շարվեց։ Ամանդան ուղեց իր կեցվածքը, Կարինեն արագ ստուգեց, թե արդյոք իր մազերը կարգին են, նույնիսկ որոշ հաճախորդներ հետաքրքրությամբ հարգանքով նայեցին այն մարդուն, ով հաջողություն էր ճառագում։ Ռաֆֆին քայլում էր դեպի վերելակը, որը պետք է նրան տաներ տնօրինության հարկ, երբ ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել։ Մի ձայն, որը նա չէր լսել 26 տարի, բայց որը կճանաչեր աշխարհի ցանկացած վայրում, նույնիսկ այդքան ժամանակ անց։ Խնդրում եմ, ինձ ընդամենը օգնություն է պետք աղջկաս համար։ Ռաֆֆիի արյունը սառեց երակներում։ Նա դանդաղ շրջեց գլուխը, ձայնի ուղղությամբ տեսավ մարմարե հա։ Տակին ծնկի իջած մի կնոջ, որը գրկել էր մի փոքրիկ երեխայի։ Կինը ակնհայտորեն դժվար վիճակում էր, հասարակ ու մաշված հագուստով, բայց ինչ-որ բան կար նրա դեմքի պրոֆիլում, նրա քթի կորության մեջ, այն ձում, թե ինչպես էր բռնել երեխային։ Մարինե։ Բառը դուրս եկավ Ռաֆֆիի շուրթերից շշուկի պես, գրեթե անլսելի։ Մարինեն բարձրացրեց արցունքներով թրջված դեմքը այն ուղղությամբ, որտեղից եկել էր ձայնը։ Երբ նրա աչքերը հանդիպեցին Ռաֆֆիի աչքերին, ժամանակը լիովին կանգ առավ։ Բանկի աղմուկն անհետացավ, շրջապատի մարդիկ դարձան անտեսանելի, 26 տարվա բաժանումը ջնջվեց մի ակնթարթում։ Ռա։ Նրա ձայնը դուրս եկավ թելի պես, լի անհավատությամբ, հույսով 26 տարվա կարոտով։ Երկուսը կանգնած մնացին, նայելով միմյանց, կարծես ուրվականներ տեսնեին։
Ռաֆին զգաց, որ ոտքերը դողում են, մի պահ մտածեց, որ կուշագնացվի։ Մարինեն շարունակում էր ծնկի իջած մնալ հատակին, բայց նրա աչքերը լցվեցին մի լույսով, որը տասնամյակներ շարունակ չէր փայլել։ Էդուարդը, չհասկանալով, թե ինչ է կատարվում, փորձեց վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Պարոն Մանուկյան, շատ եմ ցավում այս անհարմարության համար։ Մենք արդեն լուծում ենք իրավիճակը, հեռացնում այս մարդկանց հաստատությունից։ Էդուարդի խոսքերը դանակի պես կտրեցին պահը։ Ռաֆին շրջվեց դեպի նա մի արտահայտությամբ, որ ստիպեց մենեջերին բնազդաբար մի քայլ հետ գնալ։ Ինչ ասացիք։ Ռաֆիի ձայնը ցածր էր, զուսպ, բայց լի մի զայրույթով, որը ստիպեց շրջապատի բոլորին սարսուռ զգալ։ Ես ասացի, որ մենք հեռացնում ենք այս մարդկանց, որոնք անհանգստացնում էին մեր հաճախորդներին, կրկնեց Էդուարդը, դեռ չհասկանալով կատարվածի լրջությունը։ Ռաֆին շուրջը նայեց աշխատակիցների հաճախորդների սպասող դեմքերին, բոլորը սպասում էին նրա արձագանքին։ Նա տեսավ դաժան ժպիտը, որը դեռ դրոշմված էր Էդուարդի դեմքին, աշխատակցուհիների գերազանցության արտահայտությունը, հաճախորդների արամարական հայացքները։ Եվ հետո նորից նայեց Մարինեին, իր փոքրիկ քրոջը, որը ծնկի էր իջել հատակին, կարծես մուրացկան լիներ։ Ռաֆիի կրծքում ինչ-որ բան հազար կտորի բաժանվեց, անմիջապես վերականգնվեց, վերածվելով շատ ավելի ուժեղ վճռական մի բանի։ Նա դանդաղ քայլեց դեպի այնտեղ, որտեղ Մարինեն էր, հանեց կոստյումի բաճկոնը, զգուշորեն դրեց նրա ուսերին։ Հետո ծնկի իջավ մարմարե հատակին, իրեն դնելով նրա հետ նույն բարձրության վրա, մեկնեց ձեռքերը։ Մարինե, քույրս, ասաց նա։ Հուզմունքից խեղդված ձայնով։ Ես ասացի, որ քեզ կգտնեմ։ Երկար տեց, բայց ես գտա քեզ։ Մարինեն լաց եղավ, 26 տարվա ցավը, կարոտը, պայքարը, հուսահատությունը միանգամից դուրս թափելով։ Ռաֆին գրկեց նրան հենց այնտեղ, բանկի մեջտեղում, առանց մտահոգվելու իր թանկարժեք հագուստի կամ նայող մարդկանց մասին։ Դա այն գրկախառնությունն էր, որը պետք է հավերժ տեր այն օրը մանկատանը, վերջապես ավարտին էր հասցվում։ Իզաբելլան, թե հիվանդ ու շփոթված, բնազդաբար հասկացավ, որ ինչ-որ արտասովոր բան է կատարվում։ Դա մայրիկի պատմությունների Ռաֆի քեռին էր։ Հերոսը, որը եկել էր փրկելու նրանց։ Բանկի լռությունը խլացուցիչ էր։ Բոլորը անհավատությամբ հետում էին, թե ինչպես է այդ մասնաճյուղի ամենահարուստ, ամենահզոր մարդը ծնկի իջել հատակին, գրկելով այն կնոջը, որին րոպեներ առաջ նվաստացնում էին։ Էդուարդը զգում էր, որ իր աշխարհը փլվում է։ Նրա կարիերան, նրա հեղինակությունը, ամեն ինչ փլուզվում էր, երբ հասկացավ, որ թույլ է տվել իր մասնագիտական կյանքի ամենալուրջ սխալը։ Բայց Ռաֆին դեռ չէր ավարտել։ Նա ոտքի կանգնեց, օգնեց Մարինե։ Ին կանգնել, զգուշորեն գրկեց Իզաբելլային։ Հետո շրջվեց, դիմակայելու բոլոր նրանց, ովքեր նվաստացրել էին իր ընտանիքը։ Եվ հենց այդ ժամանակ սկսվեց իսկական փոթորիկը։ Ռաֆին կանգնած մնաց բանկի մեջտեղում, Իզաբելլային գրկած, իսկ կողքին Մարինեն, որը դեռ դողում էր հուզմունքից։ Աղջիկն ակնհայտորեն ջերմում էր, բայց նրա մեծ աչքերը հետում էին ամեն ինչին շփոթության հիացմունքի խառնուրդով։ Կարծես նա իմանար, որ ականատես է լինում մի բանի, որն ընդմիշտ կփոխեր իր կյանքը։ Միջավայրի լռությունը ծանր էր, լի սպասումով, լարվածությամբ։ Բոլոր ներկաները, աշխատակիցներ, հաճախորդներ, անվտանգության աշխատակիցներ, սպասում էին տեսնելու, թե ինչ է լինելու հաջորդիվ։ Ռաֆին դանդաղ շուրջը նայեց, նրա աչքերն անցան յուրաքանչյուր դեմքի վրայով, հիշելով յուրաքանչյուր արտահայտությունը նրանցից, ովքեր մասնակցել էին իր ընտանիքի նվաստացմանը։ Էդուարդ, ասաց Ռաֆին, նրա ձայնը հանգիստ էր, բայց մի հեղինակությամբ, որը ստիպեց մենեջերին բնազդաբար ուղղվել։ Արի այստեղ։ Էդուարդը մոտեցավ տատանվող քայլերով, դեմքը թղթի պես գունատ։ Նրա ողջ ամբարտավանությունն անհետացել էր, փոխարինվելով աճող խուճապով, երբ սկսեց հասկանալ իր արածի մասշտաբները։ Պարոն Մանուկյան, ես չգիտեի, որ նա ձեր քույրն է։ Եթե իմանայի… Սկսեց Էդուարդը դողացող ձայնով։ Ռաֆին ձեռքը բարձրացրեց, ընդհատելով նրան։ Եթե իմանայիր ինչ… Որ նա իմ քույրն է։ Դա է քո արդարացումը։ Նրա ձայնը մի փոքր բարձրացավ, բայց դեռ զուսպ էր։ Այսինքն, բացատրիր ինձ մի բան, Էդուարդ։ Ինչու՞մ պետք է իմ քույրը լինելը որևէ տարբերություն տար այն վերաբերմունքի մեջ, որը դուք պետք է ցուցաբերեիք ցանկացած մարդու նկատմամբ։ Էդուարդը մի քանի անգամ բացեց ու փակեց բերանը, չկարողանալով կապակցված պատասխան ձակերպել։
Բառերը կարծես լիովին փախել էին նրա մտքից։ Նա դադարեց հարգանքի արժանի մարդ լինելուց, քանի որ հասարակ հագուստով էր։ Նրա աղջիկը դադարեց կարեկցանքի արժանի լինելուց, քանի որ դուք որոշեցիք, որ նրանք չեն պատկանում այս բանկի սոցիալական չափանիշներին, շարունակեց Ռաֆին, ձայնն ինտենսիվություն ձեռք բերելով։ Մարինեն հետում էր տեսարանին, չկարողանալով լիովին հավատալ կատարվածին։ Այդքան տարիներ նա պատկերացրել էր, թե ինչպիսին կլինի Ռաֆիի հետ վերամիավորումը, բայց երբեք այսպիսի սցենարներով։ Տեսնելով իր եղբորը, որն այժմ հզոր հարգված մարդ էր, պաշտպանում էր իրեն այդպիսի վճռականությամբ, նրա մեջ արթնացնում էր հպարտության, երախտագիտության մի խորը հուզմունքի խառնուրդ, որը չէր կարողանում անվանել։ Պարոն Մանուկյան, խնդրում եմ, թույլ տվեք բացատրել, նորից փորձեց Էդուարդը, քրտինքը սկսելով հայտնվել նրա ճակատին։ Մենք ունենք կանոնակարգեր, ընթացակարգեր, որոնց պետք է հետենք։ Այս բանկը սպասարկում է որոշակի հանրության։ Կանոնակարգեր, կրկնեց Ռաֆին, նրա ձայնն այժմ լի էր վրդովմունքով։ Որ կանոնակարգն է ձեզ թույլ տալիս ծիծաղել հուսահատ մոր վրա։ Որ ընթացակարգն է ձեզ թույլ տալիս նվաստացնել հիվանդ երեխային։ Իզաբելլան ուժեղ հազաց Ռաֆիի գրկում, բոլորին հիշեցնելով բժշկական իրավիճակի հրատապության մասին։ Ռաֆին անմիջապես իր ուշադրությունը ուղղեց աղջկան, նրբորեն ձեռքը անցկացնելով նրա տաք ճակատով։ Մարինե, նրան հիմա բժիշկ է պետք, ասաց Ռաֆին, նրա ձայնը հանկարծ լցվեց հայրական անհանգստությամբ։ Ինչ առողջական խնդիր ունի նա։ Թոքաբորբ, պատասխանեց Մարինեն դեռ խեղդված ձայնով։ Սկսվեց որպես գրիպ, բայց վերջին օրերին շատ վատացավ։ Պոլիկլինիկայի բժիշկն ասաց, որ նրան հատուկ հակաբիոտիկ է պետք, բայց դա թանկ է, ես չկարողացա գումարը գտնել։ Ռաֆին էլ ավելի մեծ զայրույթ զգաց իր կրծքում։ Մինչ իրենք քննարկում էին կանոնակարգեր սոցիալական չափանիշներ, մի երեխա տառապում էր մի դեղի բացակայությունից, որն իր համար կկազմեր այն գումարը, որը ծախսում էր մեկ ճաշի վրա։ Ամանդա, ասաց Ռաֆին, կանչելով ընդունարանի աշխատակցուհուն, որը փորձում էր անտեսանելի դառնալ սեղանի հետում։ Այժմ զանգահարիր, նայիրի բժշկական կենտրոն։ Ասա, որ շտապ է, որ պարոն Ռաֆի Մանուկյանը թոքաբորբով երեխա է ուղարկում, որ ես ուզում եմ լավագույն մանկաբույժին։ Հիմա։ Ամանդան դողացող ձեռքերով վերցրեց հեռախոսը։ Բոլորը գիտեին, որ երբ Ռաֆի Մանուկյանը հրաման էր տալիս, այն պետք է անմիջապես կատարվեր։ Իսկ դու, Կարինե, շարունակեց Ռաֆին, շրջվելով դեպի հարաբերությունների գծով մենեջերը։ Մասնավոր շտապ օգնություն կանչիր։ Ուզում եմ, որ 5 րոպեից այստեղ լինի։ Այո, պարոն, պատասխանեց Կարինեն, արագ վերցնելով իր բջջայինը։ Ռաֆին հետո նորից շրջվեց դեպի Էդուարդը, որը կանգնած էր արձանի պես, դեռ մարսելով այն աղետը, որի մեջ հայտնվել էր։ Այժմ վերադառնանք մեր խոսակցությանը, Էդուարդ։ Դու ասացիր, որ այս բանկը սպասարկում է որոշակի հանրության։ Պատմիր ինձ, թե կոնկրետ ո՞րն է այդ հանրությունը։ Էդուարդը չոր կուլ տվեց։ Պարոն Մանուկյան, մենք սպասարկում ենք բարձր եկամուտ ունեցող մարդկանց, ներդրողների, գործարարների։ Փող ունեցող մարդկանց, ամփոփեց Ռաֆին։ Եվ ասա ինձ մի բան։ Դու կարծում ես, որ մարդու փողը որոշում է նրա արժեքը որպես մարդ։ Ոչ, պարոն, իհարկե ոչ, արագ պատասխանեց Էդուարդը։ Բայց հենց դա դու ցույց տվեցիր այսօր այստեղ, ասաց Ռաֆին, նրա ձայնը դառնալով ավելի սառը։ Դու նվաստացրիր իմ քրոջը, քանի որ որոշեցիր, որ նա բավարար փող չունի արժանապատիվ վերաբերմունքի արժանանալու համար։ Դու ծիծաղեցիր հիվանդ երեխայի իրավիճակի վրա, քանի որ կարծեցիր, որ դա զվարճանք է։ Բանկի մյուս հաճախորդները լիակատար լռության մեջ հետում էին տեսարանին։ Շատերը սկսեցին աճող անհարմարություն զգալ, հիշելով իրենց սեփական արձագանքները, երբ տեսան Մարինեին Իզաբելլային։ Այն մարդը, որը մեկնաբանել էր չափանիշներ պահպանելու մասին, ակնհայտորեն ամաչում էր, խուսափելով Ռաֆիի ուղղությամբ նայելուց։ Ուզում եմ, որ բոլորդ լավ լսեք, թե ինչ եմ հիմա ասելու, ասաց Ռաֆին, ձայնը բարձրացնելով, որպեսզի բանկում բոլորը լսեն։ Այս կինը Մարինեն է, իմ քույրը, այս երեխան Իզաբելլան է, իմ զարմուհին։ Բայց դա չպետք է որևէ տարբերություն տար այն վերաբերմունքի մեջ, որը դուք ցուցաբերում եք ցանկաց մարդու, որը մտնում է այս բանկ։ Նա դադար տվեց, նորից շուրջը նայելով։ Տարիներ շարունակ ես հավատում էի, որ այս բանկը ներկայացնում է գերազանցություն սպասարկման մեջ։
Այսօր ես բացահայտեցի, որ իրականում դուք գերազանցությունը շփոթում եք ամբարտավանության հետ, իսկ հեղինակությունը նախապաշարմունքի։ Շտապօգնությունը հասավ այդ պահին, բուժաշխատողները արագ մտան բանկ փոքրիկ պատգարակով։ Ռաֆին զգուշորեն հանձնեց Իզաբելլային նրանց, արագ բացատրելով բժշկական իրավիճակը։ Մայրիկ, կանչեց Իզաբելլան, փոքրիկ ձեռքը մեկնելով Մարինեին։ Ես քեզ հետ կգամ, իմ սեր, ասաց Մարինեն, բարձրանալով շտապօգնության մեքենան։ Ես էլ եմ գալիս, ասաց Ռաֆին առանց տատանվելու։ Էդուարդ, երբ վերադառնամ, ուզում եմ հանդիպում այս մասնաճյուղի ողջ անձնակազմի հետ։ Եվ դա հաճելի հանդիպում չի լինի։ Մինչ շտապօգնությունը հեռանում էր, Էդուարդը կանգնած մնաց դատարկ բանկի մեջտեղում, իմանալով, որ իր կարիերան ավարտվել է։ Հիվանդանոցում Իզաբելլային անմիջապես սննեց բժշկուհի Պատրիցիա Մովսիսյանը, Երանի լավագույն մանկաբույժներից մեկ։ Մի շարք հետազոտություններից հետո նա հաստատեց, որ դա թոքաբորբ է, բայց պատշաճ բուժման դեպքում աղջիկը լիովին կապաքինվի։ Նա մի քանի օր կմնա հիվանդանոցում, որպեսզի հակաբիոտիկը երակային ստանանք հետենք նրա ապաքինմանը, բացատրեց բժշկուհին։ Բայց դուք նրան ճիշտ ժամանակին եք բերել։ Եվս մի քանի օր, կարող էր ավելի բարդ լինել։ Մարինեն բռնել էր Իզաբելլայի ձեռքը, որն արդեն ավելի հարմարավետ էր մաքուր հարմարավետ հիվանդանոցային մահճակալում միացված սարքավորումներին, որոնք հետում էին նրա կենսական նշաններին։ Հիվանդանոցի ստերիլ հոգատար միջավայրի այն անմխիթար պայմանների տարբերությունը, որտեղ նրանք ապրում էին, ցայտուն էր։ Ռաֆի, ասաց Մարինեն, երբ նրանք միայնակ մնացին հիվանդանոցի միջանցքում։ Ես չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել։ Ոչ միայն այսօրվա համար, այլ։ Դու կատարեցիր խոստումը։ Ռաֆին նստեց նրա կողքին միջանցքի բազկաթոռներից մեկին։ Մոտիկից նա կարող էր տեսնել այն հետքերը, որ դժվար կյանքը թողել էր իր քրոջ դեմքին։ Անհանգստության գծեր, աչքեր, որոնք ավելի շատ դժվարություններ էին տեսել, քան պետք էր, ձեռքեր, կոշտացած ծանր աշխատանքից։ Մարինե, ներիր ինձ, ասաց նա խեղդված ձայնով։ Ես փնտրել եմ քեզ, երդվում եմ, որ փնտրել եմ։ Քննիչներ եմ վարձել, արխիվներ եմ փորփրել, բայց… Գիտեմ, ընդհատեց Մարինեն, ձեռքը դնելով նրա ձեռքի վրա։ Գիտեմ, որ փնտրել ես։ Եվ ես գիտեի, որ մի օր ինձ կգտնես։ Ես միշտ գիտեի։ Երկուսը մի քանի րոպե լուռ մնացին, ընկալելով վերամիավորման մասշտաբները։ 26 տարվա բաժանումը չէր կարող անմիջապես ջնջվել, բայց եղբոր ու քրոջ սերը մնացել էր անձեռնմխելի։ Պատմիր ինձ Իզաբելլայի մասին, ասաց Ռաֆին։ Պատմիր ինձ քո կյանքի մասին։ Մարինեն պատմեց ամեն ինչ։ Տիկին Անահիտի մահը, հղիությունը, ֆինանսական դժվարությունները, ժամանակավոր աշխատանքները, կացարաններում քնած գիշերները։ Ռաֆին լսում էր յուրաքանչյուր բառը սեղմված սրտով, պատկերացնելով, թե ինչերի միջով է անցել իր քույրը միայնակ, մինչ ինքը ֆինանսական կայսրություն էր կառուցում։ Իսկ դու, Ռաֆ, ինչպիսին էր քո կյանքը, հարցրեց Մարինեն։ Ռաֆին պատմեց Մանուկյանների ընտանիքի, իր արտոնյալ կրթության, բիզնեսում հաջողությունների մասին։ Բայց խոստովանեց, որ միշտ դատարկություն էր զգացել, մշտական կարոտ մի բանի, որը չէր կարողանում անվանել։ Ես երբեք ինձ լիարժեք չեմ զգացել, խոստովանեց նա։ Նույն։ Իսկ ողջ հաջողությամբ միշտ զգացել եմ, որ ինչ-որ էական բան է պակասում։ Հիմա ես գիտեմ, թե ինչն էր դա։ Դա դու էիր։ Երբ նրանք վերադարձան բանկ երեկոյան, համոզվելով, որ Իզաբելլան կայուն է լավ խնամքի տակ, Ռաֆին հանդիպում հրավիրեց մասնաճյուղի բոլոր աշխատակիցների հետ։ Հանդիպումների սենյակը լարված էր, բոլորը գիտեին, որ կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Էդուարդն այլս ներկա չէր։ Նրան հեռացրել էին աշխատանքից հեռախոսով 1 ժամ առաջ։ Ուզում եմ, որ բոլորդ մի բան հասկանաք, սկսեց Ռաֆին, կանգնած սենյակի դիմաց։ Այն, ինչ տեղի ունեցավ այստեղ այսօր, անընդունելի էր։ Ոչ միայն այն պատճառով, որ նվաստացված անձը իմ քույրն էր, այլ որովհետև ոչ մի մարդ չպետք է այդ կերպ վերաբերվի։ Ամանդան աչքերը խոնարհեց, իմանալով, որ իրեն նույնպես կհեռացնեն։ Այս բանկը խորը փոփոխությունների կենթարկվի, շարունակեց Ռաֆին։ Մենք կվերանայենք մեր սպասարկման բոլոր կանոնակարգերը։ Մենք կվերապատրաստենք մեր թիմին, բոլոր մարդկանց արժանապատվորեն վերաբերվելու համար, անկախ նրանց արտաքին տեսքից կամ ֆինանսական վիճակից։ Նա դատ արտվեց, նայելով յուրաքանչյուր աշխատակցի աչքերին։ Եվ ուզում եմ մի բան շատ հստակ ասել։
Ով չկարողանա հարմարվել աշխատանքի այս նոր փիլիսոփայությանը, ազատ է այլ տեղ աշխատանք փնտրելու։ Որովհետև այս բանկն այլս միջավայր չի լինի, որտեղ նախապաշարմունքն ու ամբարտավանությունը հանդուրժվեն։ Կարինեն երկչոտ ձեռք բարձրացրեց։ Պարոն Մանուկյան, ինչպես ենք տարբերելու, թե ում կարելի է իսկապես օգնել, ով է փորձում օգտվել։ Ռաֆֆին նայեց նրան լուրջ արտահայտությամբ։ Կարինե, դա հենց այն մտածելակերպն է, որը պետք է փոխվի։ Մեր առաջին արձագանքը չի կարող լինել մարդկանց կասկածելը։ Այն պետք է լինի հասկանալու օգնելու փորձը։ Նա քայլեց դեպի պատուհանը, նայելով ներքում տարածվող քաղաքին։ Մենք կստեղծենք իրական սոցիալական պատասխանատվության ծրագիր։ Ոչ միայն նվիրատվություններ հաստատություններին, այլ ուղղակի աջակցություն խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց։ Եվ այս բանկի յուրաքանչյուր աշխատակից կմասնակցի էմպաթիայի սոցիալական ներառման վերապատրաստումների։ Հանդիպումը տևեց 1 ժամ, Ռաֆֆին մանրամասնում էր իրականացվելիք փոփոխությունները։ Երբ ավարտվեց, շատ աշխատակիցներ մտախոհ էին, ոմանք ակնհայտորեն։ Անհարմար էին զգում փոփոխություններից, մյուսները անկեղծորեն հետաքրքրված էին նոր կորպորատիվ մշակույթի մաս կազմելով։ Այդ գիշեր Ռաֆֆին չվերադարձավ իր պենթհաուս։ Նա մնաց հիվանդանոցում, քնելով Իզաբելլայի մահճակալի կողքի բազկաթոռին, մինչ Մարինեն հանգստանում էր օժանդակ մահճակալի վրա, որը բուժանձնակազմը տրամադրել էր։ Առաջին անգամ 26 տարվա մեջ եղբայրն ու քույրը նորից միասին էին։ Եվ չնայած բոլոր դժվարություններին, որոնք դեռ պետք է հաղթահարեին, չնայած ողջ կորցրած ժամանակին, որը երբեք չէր կարող վերականգնվել, նրանք գիտեին, որ այլս երբեք չեն բաժանվի։ 8-ամյա տղայի տված խոստումը վերջապես կատարվել էր, բայց դա ընդամենը ընտանեկան վերականգնման անձնական վերափոխման ճանապարհորդության սկիզբն էր, որը կփոխեր ոչ միայն նրանց կյանքը, այլ շատ այլ մարդկանց կյանքը նրանց շուրջ։ Մինչ հսկում էր իր զարմուհուքունը, Ռաֆֆին մտածում էր բոլոր կորցրած հնարավորությունների, բոլոր ծննդյան օրերի մասին, որոնք չէր կարողացել նշել Մարինեի հետ, բոլոր այն անգամների մասին, երբ նա օգնության կարիք ուներ, ինքը այնտեղ չէր։ Բայց նա մտածում էր ապագայի մասին։ Թե ինչպես կարող էր օգտագործել իր դիրքն ու ռեսուրսները ոչ միայն իր վերագտած ընտանիքի մասին հոգալու, այլ ապահովելու, որ այլ ընտանիքներ չանցնեն այն ամենի միջով, ինչի միջով անցել էին Մարինեն Իզաբելլան։ Դա հսկայական պատասխանատվություն էր, բայց իր կյանքում առաջին անգամ Ռաֆֆին զգում էր, որ գտել է իր ողջ հարստության իշխանության իրական նպատակը։ Վերամիավորումը ընդամենը առաջին քայլն էր։ Այժմ սկսվում էր վերականգնման իրական ճանապարհորդությունը։ 6 ամիս էր անցել այն առավոտից, որը փոխեց ամեն ինչ։ Աշունը հասնում էր Երան, ծառերը ներկելով ոսկեգույն երանգներով, քաղաքը շարունակում էր իր արագընթաց ռիթմը, բայց որոշ մարդկանց համար աշխարհը լիովին փոխվել էր։ Իզաբելլան վազում էր այն համատիրության այգիներով, որտեղ այժմ ապրում էր մոր հետ, բոլորովին այլ երեխա, քան այն փխրուն ու հիվանդ աղջնակը, որը մտել էր բանկ այն ճակատագրական օրը։ Նրա աչքերը փայլում էին առողջությունից, ուրախությունից, նրա ժպիտը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Թոքաբորբը ընդամենը հեռավոր հիշ։ Ողություն էր, պարբերական բժշկական բուժումները երաշխավորում էին, որ նա ուժեղ առողջ կմեծանա։ Ռաֆի քերի, բղավեց նա, վազելով դեպի Ռաֆֆին, որը նոր էր եկել կիրակնօրյա ճաշին, որը դարձել էր ընտանեկան ավանդույթ։ Ռաֆֆին նրան գրկեց, պտտեցնելով օդում, մինչ նա բարձր ծիծաղում էր։ Անհավատալի էր, թե ինչպես էր այդ աղջնակը լցրել իր սրտի մի դատարկություն, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր։ Նա նրան քերի էր կոչում, բայց բոլոր առումներով Ռաֆֆին դարձել էր հայրական կերպար նրա կյանքում։ Ինչպես է իմ սիրելի արքայադուստրը, հարցրեց նա, համբուրելով նրա վարդագույն այտը։ Քերի, այսօր դպրոցում գումարում եմ սովորել։ Ուսուցչուհին ասաց, որ ես շատ խելացի եմ, պատմեց Իզաբելլան, հպարտ իրենով։ Ռաֆֆին նայեց Մարինեին, որը հետում էր տեսարանին բնակարանի պատշգամբից մի ժպիտով, որն անկեղծ երջանկություն էր ճառագում։ Նրա վերափոխումը նույնպես տպավորիչ էր։ Ոչ միայն ֆիզիկապես, թե բժշկական խնամքը, պատշաճ սնունդը մշտական սթրեսի վերացումը վերադարձրել էին նրա բնական գեղեցկությունը, այլ հիմնականում նրա դիմագծերում։ Նրա աչքերում մի խաղաղություն կար, որը նախկինում չկար, մի հանգստություն, որը գալիս էր իմանալուց, որ այլս երբեք միայնակ պայքարելու կարիք չի ունենա։ Բնակարանը, որտեղ այժմ ապրում էին Մարինեն Իզաբելլան, հասարակ էր, բայց հարմարավետ։ Ռաֆֆին պնդել էր նրանց համար շքեղ պենթհաուս գնել, բայց Մարինեն ավելի համեստ բան էր խնդրել։ Ես ուզում եմ, որ Իզաբելլան մեծանա, իմանալով իրերի արժեքը, բացատրել էր նա։
Ուզում եմ, որ նա հասկանա, որ երջանկությունը գալիս է ոչ թե նրանից, թե ինչ ունես, այլ նրանից, թե ում ունես քո կողքին։ Դա մի որոշում էր, որը Ռաֆֆին խորապես հարգում էր։ Այս ամիսների ընթացքում նա շատ բան էր սովորել խոնարհության իրական արժեքների մասին իր քրոջից։ Մարինեն վերսկսել էր ուսումը, ավարտելով միջնակարգ դպրոցը էքստեռն կարգով, այժմ մանկավարժություն էր սովորում մասնավոր համալսարանում։ Նա իր մեջ գիրք էր հայտնաբերել երեխաներին ուսուցանելու, հատկապես նրանց, ովքեր գտնվում էին սոցիալապես խոցելի իրավիճակում։ «Ռաֆ, դու պետք է տեսնես այն նախագիծը, որը Մարին է մշակում», ասաց Իզաբելլան, նրան քաշելով ձեռքից։ «Նա օգնելու է այլ երեխաների, ինչպես ինձ օգնեց, երբ ես հիվանդ էի»։ Մարինեն ժպտաց, մի փոքր ամաչելով աղջկայից։ Դա ընդամենը համալսարանական նախագիծ է, ոչ մի առանձնահատուկ բան։ Ոչ մի առանձնահատուկ բան, բողոքեց Ռաֆֆին։ Մարինե, դու ստեղծում ես գրագիտության ծրագիր անօթան երեխաների համար։ Դա արտասովոր է։ Ճաշի ընթացքում Մարինեն բացատրեց իր ավարտական կուրսային նախագիծը։ Նա ուզում էր կրթական ծրագիր իրականացնել, համագործակցելով կացարանների սոցիալական հաստատությունների հետ, առաջարկելով ոչ միայն գրագիտություն, այլ հուզական աջակցություն ուղղորդում փողոցում ապրող երեխաներին։ Դա մի գաղափար էր, որը ծնվել էր իր սեփական փորձից, մեկի, ով մոտիկից գիտեր այդ իրականության դժվարությունները։ Եվ ամենալավը, ասաց նա, աչքերը փայլելով սպասումից, այն է, որ բանկը հավանություն է տվել նախագծի ֆինանսավորմանը։ Մենք կկարողանանք առաջին տարում ավելի քան 200 երեխայի սպասարկել։ Ռաֆֆին ժպտաց, հպարտ քրոջ նախաձեռնությամբ նա այն փոփոխություններով, որոնք նա իրականացրել էր ֆինանսական հաստատությունում։ Միլենիում Փրայմ բանկը դարձել էր սոցիալական պատասխանատվության չափանիշ, բայց ոչ միայն իր օգնության ծրագրերի շնորհիվ։ Իրական վերափոխումը տեղի էր ունեցել կորպորատիվ մշակույթում։ Այն ճակատագրական օրվանից հետո Ռաֆֆին աշխատանքից հեռացրել էր ոչ միայն Էդուարդին, այլ աշխատակիցների, ովքեր դիմադրություն էին ցույց տվել մտածելակերպի փոփոխություններին։ Ամանդան, զարմանալիորեն, խնդրել էր մնալ մասնակցել զգայունացման դասընթացներին։ Այսօր նա համակարգում էր հաստատության մարդասիրական սպասարկման ծրագիրը, դարձել էր հաճախորդների կողմից ամենասիրված աշխատակիցներից մեկը։ Գիտես, Ռաֆֆի, ասաց Մարինեն, մինչ ճաշից հետո սուրճ էին խմում, երբեմն մտածում եմ, արդյոք այս ամենը ավելի մեծ ծրագրի մաս չէր։ Այդ բոլոր դժվարությունները, որոնց միջով ես անցա, այդ ողջ տառապանքը։ Գուցե դա անհրաժեշտ էր, որպեսզի ես կարողանայի իսկապես հասկանալ այլ մարդկանց ցավը։ Ռաֆֆին մտածեց քրոջ խոսքերի մասին։ Վերջին ամիսներին նա նույնպես խորը անձնական վերափոխման միջով էր անցել։ Նրա գործարարական հաջողությունը նոր իմաստ էր ստացել, երբ ուղղվել էր սոցիալական նպատակներին։ Նա բացահայտել էր, որ այլ մարդկանց օգնելը շատ ավելի մեծ բավարարվածություն էր բերում, քան ցանկացած շահութաբեր գործարք։ Գուցե դու ճիշտ ես, ասաց նա։ Գուցե մենք պետք է անցնեինք այս ամենի միջով, որպեսզի դառնայինք այն, ինչ կանք այսօր։ Իզաբելլան, որը խաղում էր հյուրասենյակի գորգի վրա, գլուխը բարձրացրեց։ Ռաֆի քեռի, իմ ուսուցչուհին ասաց, որ դու հերոս ես։ Դա ճիշտ է։ Ռաֆին ծիծաղեց, շփոթված։ Ինչու է նա այդպես ասել, արքայադուստր։ Որովհետև նա իմացել է բանկի պատմությունը, թե ինչպես դու փրկեցիր մայրիկիս ինձ։ Եվ նա, որովհետև հիմա բանկն օգնում է այլ մարդկանց, ինչպես դուք օգնեցիք մեզ։ Բանկում տեղի ունեցած վերամիավորման պատմությունը տարածվել էր քաղաքով մեկ, բայց ոչ այնպես, ինչպես Ռաֆին սպասում էր։ Այն չէր հրա պարակվել որպես գործարարական հաջողության պատմություն կամ մարքեթինգային ռազմավարություն, այլ որպես մարդասիրության դաս։ Մի քանի լրատվամիջոցներ փորձել էին նրանցից հարցազրույց վերցնել, բայց նրանք նախընտրել էին պահպանել գաղտնիությունը, թողնելով, որ գործողությունները խոսեն իրենց փոխարեն։ Ազդեցությունը, սակայն, նշանակալի էր։ Այլ բանկեր ընկերություններ սկսեցին վերանայել իրենց սպասարկման քաղաքականությունը, ոգեշնչվածը Միլենիում Փրայմի օրինակով։ Էմպաթիայի սոցիալական ներառման ուսուցման ծրագրեր սկսեցին իրականացվել տնտեսության տարբեր ոլորտներում։ Ես հերոս չեմ, Իզաբելլա, ասաց Ռաֆին, մոտենալով աղջկան։ Հերոսները քո մայրիկի պես մարդիկ են, ովքեր միայնակ դիմակայել են բոլոր դժվարություններին, երբեք չեն կորցրել հույսը։ Ես ընդամենը արել եմ այն, ինչ պետք է աներ ցանկացած եղբայր։ Մարինեն բռնեց Ռաֆիի ձեռքը։ Դու դրանից շատ ավելին ես արել, Ռաֆ։ Դու ոչ միայն գտար ինձ, դու վերադարձրիր իմ արժանապատվությունը։
Եվ ոչ միայն ինձ, այլ շատ այլ մարդկանց։ Դա ճիշտ էր։ Բանկի կողմից իրականացված միկրովարկավորում։ Ան ծրագիրը օգնել էր հարյուրավոր փոքր ձեռնարկատերերի իրենց բիզնեսները ոտքի կանգնեցնել։ Անվճար ֆինանսական գրագիտության նախագիծը սպասարկում էր Երանի մայրաքաղաքային տարածաշրջանի կարիքավոր համայնքներին։ Եվ ներառական աշխատանքի ընդունման քաղաքականությունը աշխատանքի հնարավորություններ էր տվել սոցիալապես խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց։ Մայրիկ, ասաց Իզաբելլան, ընդհատելով մեծահասակների խոսակցությունը, կարող եմ Ռաֆի քեռուն պատմել անակնկալի մասին։ Մարինեն ծիծաղեց։ Կարող ես, իմ սեր։ Իզաբելլան վազեց իր սենյակ, վերադարձավ գունավոր թղթի թերթով։ Դա մի նկար էր, որը նա արել էր դպրոցում, որտեղ պատկերված էին ձեռք-ձեռքի տված 3 կերպարներ՝ մի կին, մի տղամարդ, մի փոքրիկ երեխա։ Սա մեր ընտանիքն է, բացատրեց նա, հպարտ իր արվեստի գործով։ Ուսուցչուհին խնդրեց նկարել մեր ընտանիքը, ես նկարեցի քեզ, մայրիկին ինձ։ Ռաֆին զգաց, որ աչքերը լցվում են։ Մանկուց նա երազել էր նորից լիարժեք ընտանիք ունենալ։ Մասնագիտական հաջողությունը երբեք չէր լցրել այդ դատարկությունը։ Այժմ, նայելով 6 տարեկան երեխայի արած այդ պարզ նկարին, նա զգում էր, որ վերջապես գտել է իր տեղը աշխարհում։ Սա ամենագեղեցիկ նկարն է, որը ես երբեք տեսել եմ իմ կյանքում, ասաց նա հուզմունքից խեղդված ձայնով։ Այդ օրը նրանք երեքով այցելեցին հույսը մանկատուն, այն հաստատությունը, որտեղ Մարինեն այժմ իր կամավորական աշխատանքն էր կատարում։ Ռաֆին դարձել էր այդ վայրի հիմնական ֆինանսավորողը, երաշխավորելով, որ ոչ մի երեխա չանցնի այն դժվարությունների միջով, որոնց նրանք էին բախվել։ Հասնելուն պես նրանց դիմավորեցին տասնյակ երեխաներ, որոնք վազեցին դեպի Իզաբելլան։ Նա դարձել էր մանկատան մի տեսակ մանկական դեսպան, պարբերաբար այցելելով խաղալով մյուս տղաների ու աղջիկների հետ։ Նրա համար այդ այցելությունները զուտ զվարճանք էին։ Մյուս երեխաների համար նա հույս էր ներկայացնում, կենդանի ապացույց, որ հնարավոր է դուրս գալ այդ իրավիճակից երջանիկ կյանք ունենալ։ Մարինե մորաքույր։ Ռաֆի քեռի, բղավեցին երեխաները երգչախմբով։ Մարինեն ծնկի իջավ նրանց մեջ, գրկախառնություններ բաժանելով հարցնելով դպրոցի, նրանց երազանքների, նրանց վախերի մասին։ Ռաֆին հետում էր, տպավորված նրա բնականությամբ այդ իրավիճակի հետ վարվելու մեջ։ Կարծես նա ծնված լիներ դրա համար։ Քույր Կատարինեն, մանկատան տնօրենը, մոտեցավ Ռաֆիին։ Պարոն Ռաֆի, չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դուք արել եք մեզ համար։ Երեխաներն ավելի հուսով են, ավելի ուրախ։ Մենք ընդամենը մի փոքր վերադարձնում ենք այն, ինչ կյանքը մեզ տվել է, պատասխանեց Ռաֆին։ Եվ իրականում, ամենաշատը շահողները մենք ենք։ Այցելության ընթացքում Ռաֆին նորություն հայտնեց։ Բանկը որոշել էր մշտական հիմնադրամ ստեղծել, երաշխավորելու, որ մանկատան բոլոր երեխաները բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենան, երբ 18 տարեկան դառնան։ Դա աղքատության շղթան կոտրելու սոցիալական վերափոխման իրական հնարավորություններ տալու միջոց էր։ Երբ երեկոյան տուն վերադարձան, Իզաբելլան քնեց մեքենայի հետի նստատեղին, հոգնած, բայց երջանիկ։ Մարինեն Ռաֆին ցածրաձայն խոսում էին, որպեսզի չարթնացնեն նրան։ Ռաֆ, ես մի կարևոր բան ունեմ քեզ ասելու, ասաց Մարինեն լուրջ արտահայտույց։ Ամբ։ Ռաֆին անհանգստության խայթոց զգաց։ Ինչ է պատահել։ Ամեն ինչ կարգին է։ Մարինեն ժպտաց։ Ամեն ինչ հիանալի է։ Ես առաջարկ եմ ստացել համակարգելու ռիսկային իրավիճակում գտնվող երեխաների կրթության ազգային ծրագիր։ Դա եզակի հնարավորություն է, բայց նշանակում է, որ ես ստիպված կլինեմ շատ ճանապարհորդել, դասախոսություններ կարդալ, նախագծեր համակարգել տարբեր մարզերում։ Ռաֆին մի քանի րոպե լուռ մնաց, մարսելով տեղեկությունը։ Եվ դու ուզում ես ընդունել։ Ուզում եմ, ասաց Մարինեն առանց տատանվելու։ Զգում եմ, որ դա իմ նպատակն է, իմ ձը հատուցելու այն բոլոր լավ բաների համար, որոնք տեղի են ունեցել իմ կյանքում։ Բայց ես կընդունեմ միայն, եթե դու համաձայնես լինել նախագծի մի տեսակ հովանավոր։ Հովանավոր։ Այո։ Ուզում եմ, որ դու իմ գործընկերը լինես այս գործում։ Քո ռեսուրսները, քո ազդեցությունը, քո կապերի ցանցը։ Միասին մենք կարող ենք հասնել հազարավոր երեխաների ամբողջ երկրում։ Ռաֆին նայեց քրոջ վճռական դեմքին ժպտաց։
Անհավատալի էր, թե ինչպես էր նա ուժ գտել իր ցավը նպատակի վերածելու, իր փորձը ուրիշներին օգնելու գործիքի։ Ընդունում եմ, ասաց նա առանց տատանվելու։ Իրականում, չեմ կարող պատկերացնել ավելի լավ բան անելու իմ կյանքի մնացած մասում։ 3 ամիս անց, գարնան մի արոտ առավոտ, Ռաֆին Լեփլեցուն լսարանի բեմում էր, ներկայացնելով Մարինեին ողջ Հայաստանից ժամանած մանկավարժների, գործարարների պետական պաշտոնյաների հանդիսատեսին։ Նա գեղեցիկ էր, էլեգանտ, բայց ամենակարևորը ինքնավստահ գրքով խոսելով իր ազգային ներառական կրթության նախագծի մասին։ Իմ քույր Մարինեն կենդանի ապացույցն է, որ կարևոր չէ, թե որտեղից ես գալիս, այլ թե ուր ես ուզում գնալ, ասաց Ռաֆին, ավարտելով իր ելույթը։ Նա իր սպիները վերածել է իմաստության, իր դժվարությունները կարեկցանքի, իր պատմությունը հույսի հազարավոր այլ մարդկանց համար։ Հանդիսատեսը ոտքի կանգնեց ջերմ ծափահարություններով։ Մարինեն բարձրացավ բեմ, գրկեց եղբորը։ Մոտեցավ խոսափողին։ Մի քանի ամիս առաջ ես մոլորված էի, հուսահատ, չգիտեի ինչպես հոգալ իմ հիվանդ աղջկա մասին, սկսեց նա հաստատուն, բայց հուզված ձայնով։ Այսօր ես այստեղ եմ, որովհետև հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ արժանի է երկրորդ հնարավորության, յուրաքանչյուր երեխա արժանի է հնարավորության, յուրաքանչյուր ընտանիք արժանի է միասին լինելու։ Նա դադար տվեց, նայելով Ռաֆին առաջին շարքում, որտեղ նա նստած էր Իզաբելլայի կողքին, որը հպարտությամբ հետում էր մոր ելույթին։ Եղբայրս ինձ սովորեցրեց, որ կարևոր չէ, թե որքան ժամանակ է անցնում, իսկական սերը միշտ գտնում է վերադարձի ճանապարհը։ Եվ այսօր ես ուզում եմ ձեզ սովորեցնել, որ կարևոր չէ, թե որքան դժվար է ձեր իրավիճակը, միշտ հույս կա։ Ելույթը բացարձակ հաջողություն ունեցավ։ Ազգային նախագիծը հաստատվեց միաձայն հաջորդ 5 տարիների համար երաշխավորված ֆինանսավորմամբ։ Դա սոցիալական վերափոխման սկիզբն էր, որը կհասներ տասնյակ հազարավոր երեխաների ամբողջ երկրում։ Այդ գիշեր, տանը, նրանք երեքով ընթրեցին միասին, ինչպես միշտ էին անում։ Իզաբելլան պատմ։ Ես դպրոցի իր ելույթի մասին, Մարինեն խոսեց ազգային նախագծի հաջորդ քայլերի մասին, իսկ Ռաֆին կիսվեց բանկի սոցիալական ծրագրերը այլ մարզերում ընդլայնելու պլաններով։ Գիտես, թե ինչն եմ ամենաանհավանականը համարում այս ամենի մեջ, ասաց Մարինեն, մինչ օգնում էր Իզաբելլային լվանալ ատամները քնելուց առաջ։ Ինչը, հարցրեց Ռաֆին։ Այն, որ ամեն ինչ սկսվեց մի խոստումից, որը 8-ամյա տղան տվեց 5-ամյա աղջկան։ Եվ տես, թե մենք ուր հասանք։ Իզաբելլայի քնելուց հետո Ռաֆին Մարինեն մնացին պատշգամբում, դիտելով քաղաքի լույսերը։ Երանը տարածվում էր նրանց առջ որպես հնարավորությունների մարտահրավերների օվկիանոս։ Ռաֆ, ասաց Մարինեն, խախտելով հարմարավետ լռությունը։ Հիշում ես, թե ինչ ասաց Հելեն մորաքույրը այն օրը մանկատանը։ Որ եղբոր ու քրոջ սերը երբեք չի կոտրվում, անմիջապես պատասխանեց Ռաֆին։ Նա ճիշտ էր։ Նույնիսկ այսքան տարի բաժանված, նույնիսկ բոլոր դժվարություններով, մեր կապը երբեք չխզվեց։ Եվ հիմա այն ավելի ուժեղ է, քան երբե։ Ռաֆին գլխով արեց, հսկայական երախտագիտություն զգալով այն Ենի համար, ինչին հասել էին միասին։ Եվ էլ ավելի ուժեղ կդառնա։ Որովհետև հիմա մենք միասին առաքելություն ունենք։ Հոգ տանել միմյանց մասին, հոգ տանել նրանց մասին, ովքեր կարիք ունեն, լրացրեց Մարինեն։ Ճիշտ այդպես։ 6 ամիս անց Մարինեի համակարգած ազգային ծրագիրն արդեն սպասարկում էր ավելի քան 10,000 երեխայի Հայաստանի 10 մարզերում։ Միլենիում Փրայմ բանկը դարձավ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ազգային չափանիշ։ Ռաֆին հրավիրեցին դասախոսություններ կարդալու բիզնեսի մարդասիրականացման մասին համալսարաններում միջազգային միջոցառումներում։ Բայց այն, ինչով նրանք ամենաշատն էին հպարտանում, Իզաբելլայի աճն էր։ Աղջիկը դարձել էր փայլուն, առատաձեռն երազանքներով լի երեխա։ Նա խոսում էր այն մասին, որ ուզում է ուսուցչուհի դառնալ մոր պես գործարար, քեռու պես, որպեսզի կարողանա էլ ավելի շատ երեխաների օգնել։ Շաբաթ օրը, մինչ Իզաբելլան այգում խաղում էր այլ երեխաների հետ, Մարինեն Ռաֆին խոսում էին ապագայի մասին։ Երբեմն մտածում եմ, թե ինչպես կարող էր մեր պատմությունը այլ կերպ լինել, ասաց Մարինեն։ Իսկ եթե դու այն օրը բանկ չմտնեիր։ Իսկ եթե ես հանձնվեի ու հեռանայի։ Ռաֆին գլուխը թափահարեց։ Դա տեղի չէր ունենա։ Ես գիտեմ, որ ոչ։ Որովհետև որոշ բաներ ավելի մեծ են, քան պատահականությունը, Մարինե։ Որոշ հանդիպումներ գրված են սրտում ի սկզբանե։ Կարծում ես, մեր ծնողները հպարտացան, հարցրեց Մարինեն, նայելով երկնքին։
Վստահ եմ, պատասխանեց Ռաֆին։ Նրանք միշտ ուզել են, որ մենք միասին լինենք։ Եվ հիմա մենք ոչ միայն վերամիավորված եղբայր ու քույր ենք։ Մենք մի ընտանիք ենք, որն օգնում է այլ ընտանիքների միասին մնալ։ Իզաբելլան վազեց նրանց մոտ, շնչասպառ խաղից։ Ռաֆի քեռի, մայրիկ, ես երեխաներին պատմեցի, թե ինչպես եք դուք գտել իրար, հիմա բոլորն ուզում են եղբայր կամ քեռի ունենալ, որ իրենց մասին էլ հոգա։ Ռաֆին Մարինեն հասկացող հայացքով նայեցին իրար։ Հենց դա էին նրանք փորձում անել իրենց նախագծերի միջոցով։ Ստեղծել հոգատարության պաշտպանության ցանց, որպեսզի ոչ մի երեխա իրեն լքված չզգա, ինչպես իրենք էին զգացել մի օր։ Եվ ինչ ասացիր նրանց, հարցրեց Մարինեն։ Ես ասացի, բոլորն ինչ-որ տեղ ունեն ինչ-որ հատուկ մեկին, որ երբեմն մենք պարզապես պետք է համբերատար լինենք հավատանք, որ կգտնենք այդ մարդուն։ Այդ գիշեր Ռաֆին մտածում էր կյանքի բոլոր շրջադարձերի մասին։ Եթե ինչ-որ մեկը մի քանի տարի առաջ նրան ասեր, որ նա իր իսկական երջանկությունը կգտնի ոչ թե միլիոնավոր դոլարների գործարքում, այլ զարմուհու գրկախառնության կամ քրոջ հպարտ ժպիտի մեջ, նա չէր հավատա։ Բայց ահա նա, 41 տարեկանում, վերջապես հասկանում էր, թե ինչ է նշանակում ունենալ լիարժեք կյանք։ Խնդիրը ոչ թե այն էր, թե որքան փող ունես բանկում, այլ թե քանի մարդու կարող ես գրկել տուն հասնելիս։ Խնդիրը ոչ թե այն էր, թե քանի աշխատակից է աշխատում քեզ համար, այլ թե քանի կյանքի կարող ես դրականորեն անդրադառնալ։ Վախեցած տղայի տված խոստումը վերածվել էր շատ ավելի մեծ բանի։ Այն դարձել էր կյանքի նպատակ, ընտանեկան առաքելություն, սոցիալական վերափոխում, որը տարածվում էր համակենտրոն ալիքներով, հասնելով մարդկանց, որոնց նրանք նույնիսկ չէին ճանաչում։ Եվ երբ Ռաֆին քնեց այդ գիշեր իր շքեղ բնակարանի հարմարավետ մահճակ ալում, նա գիտեր, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ իսկապես խաղաղ է քնում։ Որովհետև վերջապես հասկացել էր, որ իսկական հարստությունը ոչ թե իր բանկային հաշվի թվերի մեջ է, այլ այն կապերի, որոնք նրան միացնում էին իր սիրելի մարդկանց։ Մարինեն, Իզաբելլան, նա ոչ միայն վերամիավորված ընտանիք էին։ Նրանք կենդանի ապացույցն էին, որ սերը տիեզերքի ամենահզոր ուժն է, որն ի զորու է հաղթել ժամանակին, հեռավորությանը, դժվարություններին, բոլոր այն պատնեշներին, որոնք աշխարհը կարող է ստեղծել։ Եվ այդ ուժը կշարունակեր տարածվել երեխայից երեխա, ընտանիքից ընտանիք, ստեղծելով հույսի մի շղթա, որը գուցե մի օր կարողանա փոխել ողջ աշխարհը։ Եվ այսպես, սիրելի ունկնդիրներ, մենք հասանք Ռաֆիի, Մարինեի, Իզաբելլայի ճանապարհորդության ավարտին։ Մի պատմություն, որը մեզ սովորեցնում է, որ ժամանակը երբեք չի ջնջում սրտի իսկական կապերը, որ սիրով տրված խոստումը միշտ գտնում է իր կատարման ճանապարհը, որ երբեմն մենք պետք է անցնենք ամենախոր խավարի միջով, մեր իսկական լույսը գտնելու համար։ Եթե այս պատմությունը հուզեց ձեր սիրտը, ինչպես հուզեց մերը, հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում, կիսվեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը հուզել։ Ամեն օր մենք ձեզ համար բերում ենք պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու մեջ գոյություն ունեցող գեղեցկությունը, ուժը, հույսը։ Որովհետև մենք հավատում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը իր մեջ կրում է ոչ միայն սեփական կյանքը, այլ բոլորի կյանքը փոխելու ուժը։ Մինչ հաջորդ դրվագ, հիշեք, սերը միշտ հաղթում է։